Մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Արդյոք վստահում է Գայակին երկրորդին։ Ոչ կուսակրոնության ուխտեր պետք պահել, ոչ պետք էր ցոփուշով այդ կյանքից հրաժարվել։ Վազգեն Վեհափարի օրհնությամբ, որը ստորագրել է իր մահից 2 շաբաթ առաջ, եւ թարգմանիչների խումբը, հզոր գիտնականների խումբ են, Անդրանիկ Զեյթունցյան, Պողոս Խաչատրյան, Երվանդ Մելքոնյան, Լևոն Տեր-Պետրոսյան։ Սա ֆունդամենտալ գործ է, այսինքն աշխարհաբարից, գրաբարից աշխարհաբար թարգմանվելու ամբողջական ակադեմիական հրատարակությունն է, որից Նիկոլ Փաշինյանը մեջբերումներ ան։ Մայիսի 29-ից նախ եկեղեցիները չուլանացնելուց խոսեց Փաշինյանը, հետո Աստվածաշնչից մեջբերումներով շարունակեց, ապա հիշեց քեռակնոջը, ոչ իր, ու հունիսի 12-ին հայ առաքելական Սուրբ եկեղեցին Հիսուսին վերադարձնելու գրառումով լռեց։ Այսպիսով ավարտվեց եկեղեցու դեմ 16 օր տևած ճակատամարտը։ Ձախողված process է եւ չի ստացվելու։ Ինչու էր սկսվել, պատահական էր ընտրված ժամանակահատվածը, իսկ բառապաշարը, հարցերն այդ 16 օրվա ընթացքում տարբեր մեկնաբանություններ ստացան, իշխանական կողմը պաշտպանում էր Փաշինյանին, ընդդիմադիրները, այսպես ասած, հավաքվում եկեղեցու շուրջ։ Հայաստանի առաջին եւ երրորդ նախագահներն իրենց զորակցությունն են հայտնել կաթողիկոսին։ Խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը միմյանց հերթ չտալով դատապարտել են Փաշինյանական արշավն ու միավորվել այդ հարցում։ Ժողովուրդը, համայնքը, հոտը, եկեղեցիները, եպիսկոպոսները գումարվեցին։ Այսինքն ինքը ավելի ուժեղացրեց այս բային կաթողիկոսին, իր թիմին եւ ավելի դժվարացրեց իր գործը։ Եկեղեցու դերը նսեմացնելու Փաշինյանի փորձերը ձախողված է համարում Մանուկյանը, բայց որ ադրբեջանական պահանջ էր կատարում, չի կասկածում։ Նույն պնդումներն են անում Հայաստան խմբակցության падգամավորները։ Վեհափարի դիմավորումը ամեն ինչ ցույց տվեց եւ խոսուն փաստեր իրականում այստեղ քաղաքական հարց չի, ընդդիմություն, այս կուսակցություն, այն կուսակցություն, սա համաժողովրդական հարց է, որտեղ եկեղեցին համահայկական է, եկեղեցին համաժողովրդական։ Մինչ հոգևորականներին մեղադրում են պետության գործերին խառնվելու համար, Փաշինյանը չափորոշիչներ է սահմանում ու համակարգող խումբ ստեղծելու մասին գրառում անում։ Փաշինյանն ուզում է նախընտրական քարոզարշավին ընդառաջ պետության ներսում բարձր վարկանիշ ունեցող կառույցին ստորացնել եւ այդ հարցում հաջողության հասնելու համար դիմել է Էրդողանին ու Ալիևին, ասում է ՀԱԿ փոխնախագահը։ Թռնում ենք նրանց գիրկը Էրդողանի նկարը գրկած, Էրդողանի հրահանգները կատարող, Ալիևի ախպերություն անող, Ալիևի բոլոր պահանջները մեր օրակարգ բերող խայտարակություն, դառել ենք ծաղուցանակի առարկա, դառել ենք ամբողջ աշխարհում ծիծաղի առարկա։ Այս ձևի երկրի ղեկավար հնարավոր չի պատկերացնել։ Իսկ Փաշինյանի արշավը բաժանել է եկեղեցին ներսից։ Արշակ Սրբազանը հունիսի 10-ին օդակայանում վստահեցրեց ոչ, այսօր էլ Աջապահյանը անդրադարձավ։ Չեմ կարծում այդպիսի եպիսկոպոսներ կան, բայց երևի կան եպիսկոպոսներ, որոնք ընդհանրապես կոնֆլիկտի գնալու ցանկություն չունեն։ Պետության եւ եկեղեցու կոնֆլիկտը Հայաստանում ձեռնտու է միայն Ադրբեջանին, իսկ միասնական ընդդիմությունը ձեռնտու չէ ինչպես Փաշինյանին, այնպես էլ նրան աջակցող Թուրքիային ու Ադրբեջանին։ Ստացվում է, եկեղեցին պառակտելու փորձը համախմբվելու պատճառ է դարձել այս փուլում կաթողիկոսի շուրջ։ Անի Աբաղյան, Արման Ղարիբյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։